Շանթիեթերը շարունակում է հեռանկարը։ Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունից անցել է 26 տարի, այն դարձավ ժամանակակից Հայաստանի քաղաքական պատմության ամենամեծ ցնցումներից մեկը, խորհետք թողնելով հասարակական մտածողության ու պետության կայացման վրա։ Այսօր, երբ Հայաստանը կանգնած է նոր տարածաշրջանային եւ արտաքին քաղաքական մարտահրավերների առաջ, խաղաղության գործընթացից մինչև հարաբերությունների վերաձևում գերտերությունների հետ, առավել քան երբևէ արդիական է վերանայել անցյալի դասերը եւ գնահատել ներկայի վտանգներն ու հնարավորությունները։ Այս թեմաների շուրջ էլ այսօր զրուցելու ենք Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ։ Պարոն Խանդանյան, շնորհակալություններ հրավերն ընդունելու համար։ Սկսենք հոկտեմբերի 27-ի ոչրագործությունից։ Նախ ձեր գնահատմամբ ինչ նշանակություն ունի այն Հայաստանի քաղաքական պատմության համար։ Իսկապես, ինչպես նշեցիք, անդառնալի ցնցում էր սա Հայաստանի քաղաքական պատմության համար, որը ըստ էության որպես ինքնիշխան անկախ պետության ողնաշարը կոտրեց այն պայմաններում, երբ որ հետպատերազմյան շրջանում հույս էր առաջացել, որ Հայաստանը կկարողանա դուրս գալ այդ ճգնաժամային իրավիճակից եւ զարգանալ, նաեւ հակամարտության կարգավորման որոշակի հույսեր էին առաջացել, որը ցավոք սրտի հոկտեմբերի 27-ով շատ ողբերգական ավարտ ունեցավ եւ Հայաստանը մխրճվեց քաղաքական եւ հասարակական շատ ծանր իրավիճակի մեջ եւ նաեւ այդ գործի բացահայտված մինչեւ վերջ բացահայտված չմնալը, հանրային այդ համերաշխության վրա, վստահության վրա շատ ծանր հետևանք թողեց նաև Հայաստանի քաղաքական դաշտի կայացման տեսանկյունից շատ, որովհետև հետաքրքիր ինչ-որ կոմբինացիա էր ձևավորվել 99 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ հնարավոր էր տարբեր իշխանության թևերի միջև հակակշիռների միջոցով նպաստել Հայաստանի ժողովրդավարացմանը, զարգացնել պետությունը եւ այլն, բայց դա տեղի չունեցավ ցավոք սրտի այս իրադարձությունը շատ ծանր հետևանք թողեց եւ երրորդ հանրապետության պատմության, եթե կարող ենք ցավալի երկու օրեր նշել, որ 1 հոկտեմբերի 27-ն է, 1 մարտի 1-ը։ Այ դուք հիմա արդեն լինելով իշխանության, հա 26 տարի անց, հիմա քաղաքացիական պայմանագիրն է իշխանության, այ դուք ինչ է կարծում, ինչ դասեր պետք է քաղել այդ տեղի ունեցածից։ Ես կարծում եմ, որ նախ շատ բարձունակ կթվա, թե ասեմ, որ նախ ներքին անվտանգությունը չպետք է շարունակաբար շատ կարևոր լինի պետության համար, որպեսզի նման իրադարձություններ, բուն իրադարձությունների տեսանկյունից տեղի չունենան, եւ նաեւ այդ զգոնության, աչալրջության, տարբեր հարձակումների նկատմամբ պետության կենսունակությունը պետք է շարունակաբար բարձրացվի եւ նաեւ միշտ հոկտեմբերի 27-ի շուրջ կոնսպիրացիաները շատ են եւ կոնսպիրացիաներից, որը ունի որոշակիորեն իր մեջ ճշմարտության տար, դա Ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցողներ եւ ըստ էության հաղթանակից հետո լուծումների չգնալը բերել էր այդպիսի պայթունավտանգ իրավիճակի, ուստի նման իրավիճակներում, ինչպիսին հակամարտությունն է, հարաբերությունների կարգավորումն է, շատ կարևոր է, որպեսզի պետությունը ունենա բավականաչափ կամք եւ լինի բավականաչափ ինքնիշխան լուծումների եւ որոշումների կայացման գնալու։ Իշխանությունները վերջին տարիներին մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ նոր հոկտեմբերի 27-երի վտանգը չի չեզոքացել ամեն դեպքում։ Դուք նման մտավախություններ կան, այդ վտանգը շարունակում եք նորից զգալ։ Գիտեք, մենք վերջի տարիներին այնպիսի դրսևորումների ենք տեսել, որոնք քողարկվել են քաղաքական պայքարի քողի ներքո, որ իսկապես այդ մտայնությունը կամ մենք տեսել ենք նոյեմբերի 9-ի գիշերը, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի ազգային ժողովում եւ կառավարության շենքում։ Մենք տեսել ենք այդ զանազան բեմականացումները Չաուշեսկու գնդակահարության եւ այլն Երևանի փողոցներում, եւ երբ որ դու տեսնում ես, որ Հայաստանում կան այդպիսի մարդիկ, որոնք նման արժեհամակարգով եւ նման քաղաքականության մեջ նման լուծումների գնալով են պատկերացնում իրենց տեսանկյունից խնդիրների լուծումները, ապա իսկապես այդպիսի վտանգներ կան, բայց նաև ես պիտի ասեմ, որ ժամանակները շատ են փոխվել եւ այդպիսի ուղղակի տերորիստական ակտերին սկսել են որոշակի հիբրիդային հարձակումները եւ սպառնալիքները փոխարինել, ինչին եւս շատ ավելի աչալուր պետք է լիներ, որովհետեւ դրանց
դա բանն է, հա, ածխաթթու գազի պես է, տեսանելի չի, բայց շատ վտանգավոր է։ Գալով Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությանը, օգոստոսի 8-ին այն ինչ որ տեղի ունեցավ, ստորագրվեց, նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը, սա նաև ինչ որ տեղով կապելով մեր քիչ առաջ բարձրացված հարցերին, դրանք նոր մարտահրավերներ են ստեղծում այդ օգոստոսի 8-ը, թե նոր հնարավորություններ։ Միանշանակ նոր հնարավորություններ, որովհետև ըստ էության օգոստոսի 8-ը այն կարևոր հանգրվաններ, որոնք բերեցին խաղաղության բանակցությունները, եւ դրանից հետո նոր հեռանկարներ են բացվում Հայաստանի Հանրապետության համար։ Արդեն փաստացիորեն հաստատված խաղաղության պայմաններում եւ հիմա խնդիրն է եւ կառավարության խնդիրն է դա ինստիտուցիոնալիզացնել եւ դնել որոշակի ռելսերի վրա, դեպ թե ֆիզիկապես դնել դա ռելսերի վրա եւ թե ինստիտուցիոնալացման տեսանկյունից հիմա այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են, բայց իսկապես Հայաստանի համար այն ինչ որ գրված է օգոստոսի 8-ի հռչակագրի մեջ, եթե եւ երբ դա սկսի արդեն կյանքի կոչվել եւ գործնականում մենք դա տեսնենք, դա Հայաստանի համար տնտեսական զարգացման, միջազգային հարաբերություններում Հայաստանի դերի եւ դիրքի բարձրացման տեսանկյունից չափազանց կարեւոր հեռանկարներ է բացելու։ Շատ են հարցականի տակ դնում իշխանությունների այն հայտարարությունները, թե խաղաղություն է հաստատված եւ սրա հետ կապված այլ ենթահայտարարություններ, որի մասին իշխանության բոլոր մարմինները այսպես վստահորեն հայտարարում են խորհրդարան, կառավարություն, ասում են որն է երաշխիքը, որ խաղաղությունը կպահպանվի, եթե համարում եք, որ խաղաղություն հիմա արդեն հաստատվել է։ Տեսեք, ես մի օրինակով կբերեմ, որ մենք անցած շաբաթ Ադրբեջանի նախագահի հայտարարությունից իմացանք, որ Ադրբեջանը վերացրել է արգելքները դեպի Հայաստան սահմանափակումները վերացրել է ապրանքների եւ սա կարեւոր քայլ է նաեւ Ադրբեջանի կողմից այդ խաղաղության ինստիտուցիոնալացման տեսանկյունից եւ սա ինչու եմ ասում, որովհետեւ կան այդ մեղադրանքներ, որ անընդհատ Հայաստանն է քայլեր անում դեպի խաղաղություն եւ հակառակ քայլերը չկան, բայց ես կարծում եմ, որ կա որոշակի ըմբռնում եւ կոնսենսուս, որ խաղաղությունը փոխադարձաբար ձեռնտու է։ Ձեռնտու է տնտեսական հարաբերությունների տեսանկյունից, պետությունների համար փող աշխատելու տեսանկյունից, մեր քաղաքացիների բարօրության տեսանկյունից։ Ուստի ես կարծում եմ, որ եւ հետաքրքիր էր, որ ամերիկյան նոր վարչակազմի աջակցության պես ամենը հնարավոր դարձավ, որովհետև նոր վարչակազմի խոսությունում եւս այդ գործարքների եւ գործարքների գնալու տրամաբանությունն է դրված տարբեր կոնֆլիկտային իրավիճակներում եւ սա շատ օգտակար է նաեւ մեր պարագայում եւս մեր երկարատև հակամարտության պարագայում եւս ես կարծում եմ պետք է հենց այդ լոգիստիկ Հայաստանը եւ ընդհանրապես Հարավային Կովկասը լոգիստիկ հանգույց դիտարկելու կոմունիկացիոն հանգույց դիտարկելու տեսանկյունից նայել խաղաղության process-ին, որովհետև սա է լինելու այն ամենակարևոր երաշխիքը, որ բոլորը հետաքրքրված լինեն, որ այստեղ պատերազմ չլինի։ Տեսեք, քանի որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի միջոցով օգոստոսի 8-ի այդ փաստաթուղթը ստորագրվեց, ես նաև դրա համար էի հարցնում, սա հնարավորություններ, թե նաև մարտահրավերներ կարող է առաջ քաշել, որովհետև օրինակ հիմա Մոսկվայից շարունակում են պաշտոնական Մոսկվան ասել, որ իրենք պատրաստ են նորից հարթակ տրամադրել, որ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը տեղի ունենա Ռուսաստանում։ Նախ Հայաստանը ինչ դիրքորոշում ունի այս առումով եւ սա մյուս կողմից մարտահրավերներ չի բերում։ Ես կարծում եմ, որ եւ այս մասին շատ ենք խոսել, որ սա նաեւ հնարավորություն է Ռուսաստանի համար։ Բաց եւ տարանցիկ ուղիներով բաց մեր տարածաշրջանը Հայաստանը եւ Ադրբեջանը հնարավորություն է նաեւ Ռուսաստանի համար։ Մենք երեք առաջի օրը տեսանք, որ շատ ողջավորությամբ Ռուսաստանի փոխվարչապետը հայտնել էր, որ ռուսական ապրանքները եւս կարող են Ադրբեջանի տարածքով ադրբեջանական երկաթուղին օգտագործելով գալ Հայաստան։ Ես սա ընդունում եմ որպես ընկալում, որ դա հնարավորություն է նաեւ Ռուսաստանի համար։ Շատ է խոսվել նաեւ իրանական ֆակտորը, որ Իրանը գուցե որոշակի
խնդիրներ տեսնի ամերիկյան ներկայության, Միացյալ Նահանգները այստեղ գալիս հենց Իրանի քթի տակ, բայց այդ ես վերջին շրջանի որևէ հայտարարություն չեմ տեսել, որոնք արտահայտում են պես լուրջ մտահոգություններ Իրանի կողմից։ Կարծում եմ Իրանը եւս տեսնում է իր համար հնարավորություններ ավելի հեշտ եւ արդյունավետ հասնելու օրինակ Սև ծովին եւ այլ տարածաշրջանների։ Երբ հայտարարվում է, որ օգոստոսի 8-ի փաստաթղթի դետալների շուրջ դեռ պետք է քննարկումներ լինեն, այսինքն դեռ կան դետալներ, որոնք համաձայնեցված չեն։ Ձեր ընդդիմախոսներն ասում են, որ այդ փաստաթղթի կիրառման դետալները որքան որ մութ են, այնքան էլ վտանգավոր են տարածաշրջանային զարգացումների եւ մեր երկրի անվտանգային միջավայրի տեսանկյունից։ Ճիշտ էսպիսի կանխատեսումներ մեր ընդդիմությունը անում էր, երբ օգոստոսի 8-ին ստորագրվեց եւ հրապարակվեց խաղաղության հռչակագիրը եւ ստորագրվեց ու չհրապարակվեց Հայաստան-ԱՄՆ խաղաղության խաչմերուկ նախագծի վերաբերյալ ուրեմն փոխըմբռնման հուշագիրը եւ ընդդիմությունն ասում էր, որ այն մութ դետալները եւ զիջումները Հայաստանի կողմից այդ փաստաթղթում են արտացոլված, հետո փաստաթուղթը հրապարակվեց, որևէ զիջման մասին խոսք չկար, Միացյալ Նահանգները եւս մեկ անգամ աջակցում էր Հայաստանի տարածքային ամբողջականության ինքնիշխանությանը եւ խոսք էր գնում ընդամենը սահմանապահ մեր ուժերի կարողությունների զարգացմանը, մաքսային կարողությունների զարգացմանը շատ կարեւոր գործնականում կիրառելի փաստաթուղթ եւ նույնը հիմա է, այստեղ առանցքային այնն է, որ օգոստոսի 8-ի հռչակագրում սահմանված են ամենակարևոր սկզբունքները, որոնցով պետք է տարածաշրջանը ապաշրջափակվի եւ ապահովի Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով անցումը։ Եվ այդ սկզբունքները մենք տարիներ շարունակ ասել ենք, որ մեր կարմիր գծերն են եւ դրանք ի վերջո արձանագրվել են եւ դրատական Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրություններ, Միացյալ Նահանգների նախագահի ստորագրություն, տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անձեռնմխելիություն եւ նաև փոխադարձ օգուտներ այդ կարգավորումից։ Տեսեք, մենք արդեն ըստ էության 3 ամիս շարունակ խոսում ենք օգոստոսի 8-ից, բայց գործնականում որևէ քայլ հիմա տրամաբանության սահմաններում ոչ ոք չի ասում, այ օգոստոսի 8-ը տեղի ունեցավ, պետք է վերջ ապաշրջափակվի, բայց հողի վրա որևէ քայլ այս պահին ինչ է արդեն իրականացում։ Արդեն շուտով նոյեմբերի 8-ին դառնում է 3 ամիս ըստ էության։ Այս պահին ընթանում են քննարկումներ Հայաստանի ձևավորված թիմերի եւ Միացյալ Նահանգներում ձևավորված թիմերի միջև, թե ինչպես ինչ տեխնիկական դետալների վերաբերյալ, իրավական, տեխնիկական դետալների վերաբերյալ, թե ինչպիսին է լինելու կնքվող պայմանագիրը, ինչպիսին է լինելու այդ կազմակերպություն, ընկերությունը, որը հիմնադրվելու է եւ իրականացնելու է ենթակառուցվածքների շինարարությունը, շահագործումը, կառավարումը եւ այլն, ինչպիսի մասնաբաժին է ունենալու Հայաստան, ինչպիսի մասնաբաժին է, ընթանում են այս տեսակի բանակցություններ, որոնք բնականաբար շատ հրապարակային լինել չեն կարող, մինչև վերջնական արդյունքները չամփոփվեն, բայց կարծում եմ այդ պահը շատ մոտ է եւ շուտով հնարավոր կլինի, ես կարծում եմ, որ շուտով հնարավոր կլինի արդեն որևէ փաստաթուղթ ունենալ, կլինի դա միջպետական պայմանագիր, թե ինչ, դրա մասին չեմ կարող ասել, բայց շուտով այդ դետալները ավելի տեսանելի եւ հասանելի կլինեն հանրությանը։ Այդ է ուզում հարցնել, կա օրինակ որևէ նախանշված ժամանակ, որ մինչև այս քննարկումները պիտի տևեն մինչև օրինակ այս ամսվա թվին եւ դրանից հետո պետք է արդեն գործնականում սկսեն աշխատանքներ, որովհետեւ մարդիկ տեսնեն, որ այ Թրամփի ուղին կյանքի է կոչվում։ Որովհետեւ հիմա ինչքան էլ ասենք, մարդիկ ասելու են դե լավ, հա, այսպես կասեք, այդ քննարկումներն էլ անդադ կշարունակեն եւ վերջում նորից բան չլինի։ Չէ, կոնկրետ ամսաթիվ ասել չեմ կարող, բայց կարող եմ ասել, որ մենք մեր կողմից Հայաստանի կառավարությունը ամեն ինչ անում է, որպեսզի այդ ամսաթիվը շատ մոտ լինի, բայց նաեւ պիտի հասկանանք, որ մենք բանակցում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որը ունի շատ այլ հարցեր լուծելու եւ կարգավորելու, տեսնում եք թե ինչ ակտիվություն ներգրաված Միացյալ Նահանգները մերձարավոր արևելյան հակամարտության մեջ, ռուս-ուկրաինական հակամարտության մեջ եւ նաև դա է որոշակի ժամանակ եւ ռեսուրս խլում մեր ամերիկյան գործընկերներից, բայց ամեն դեպքում process-ը շարունակվում է եւ ես հույս ունեմ, որ մինչեւ տարեվերջ մենք կունենանք որոշակի արդեն նորություն հանրությանը ասելու։ Պարոն Խանդանյան, խորհրդարանում այսօր բյուջեի քննարկումների ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները վերադարձնելու այսպես տեսլականը։ Դրա հիմքում ըստ էության սահմանազատումն է։
Ինչն է խանգարում, որ սահմանազատման գործընթացն էլ օրինակ հիմա այնքան արագ տեղի ունեն, ինչպես օրինակ Տավուշում տեղի ունեցավ։ Եվ որովհետև կարծես թե անընդհատ ինչ որ խոսում է սահմանազատում, բայց էլի այդ սահմանազատման գործընթացը որևէ կոնկրետ տարածքում չենք տեսնում։ Անընդհատ Տավուշից ենք նորից խոսում։ Չեմ կարող թվարկել խանգարող հանգամանքներ, որոնք իսկապես չկան խանգարող հանգամանքներ այս պահին, եւ կա կոմունիկացիա համապատասխան հանձնաժողովների միջև։ Եթե չեմ սխալվում, սեպտեմբերին հանձնաժողովները հանդիպեցին Հայաստանի տարածքում եւ Ադրբեջանի տարածքում ուսումնասիրելու հավանական երկաթուղու անցման հատվածները եւ այլն, եւ օգոստոսի 8-ից հետո մի քիչ բան ա եղել, խոսակցության թեման նաև շատ ավելի առարկայացել է, որովհետև այդ հատվածները եւս պետք է սահմանազատվեն, որպեսզի անցակետեր տեղադրվեն այդտեղ մաքսային անցակետեր եւ այլն, ու այս ըմբռնումը կա, որ այդ հատվածները պետք է սահմանազատվեն։ Ես կարծում եմ, որ շուտով լրացուցիչ նոր հանդիպում տեղի կունենա հանձնաժողովների միջև, արդեն գործնական քայլեր կանեն, բայց կա շատ կարևոր ձեռքբերված պայմանավորվածություն, որ պետք է սահմանազատումն անցկացնել Վրաստանի սահմանից մինչև Իրանի սահման հատվածով, որը ներառում է նաև այդ խնդրահարույց հատվածները, որի լուծումը մենք իսկապես տեսնում ենք սահմանազատման գործընթացի ոչ թե խնդրահարույց, այլ Հայաստանի ինքնիշխան տարածքների հատվածները, որի լուծումը մենք տեսնում ենք սահմանազատման process-ի մեջ։ Միրզյանը կարծես թե ակնարկեց որոշակի պայմանավորվածություններ, նախնական պայմանավորվածությունների մասին, որ սահմանազատման արդյունքում այդ տարածքները կվերադարձվեն։ Այսինքն Ադրբեջանի հետ կա ինչ որ այսպես պայմանավորվածություն, որ այդ 200 քառակուսի կիլոմետրը ամեն դեպքում նորից Հայաստանի Հայաստանը եւ այդ պայմանավորվածությունը ստորագրված է ստեյությամբ Վաշինգտոնյան հռչակագրով եւ նախաստորագրված խաղաղության պայմանագրով։ Այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հիմք ընդունելով Ալմաթայի հռչակագիրը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ այդ նույն սկզբունքն է, որը դրված է սահմանազատման գործընթացի տակ։ Եվ երբ որ կան հասնեն սահմանազատման հանձնաժողովները այդ հատվածներին, հիմք ընդունելով Ալմաթայի հռչակագիրը եւ դրանից բխող քարտեզները, արկա քարտեզները, ապա ակնհայտ կլինի, որ այդ տարածքները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներն են եւ հարցի լուծումը այսպես ենք պատկերացնում եւ այդ պայմանավորվածությունը այս դրա մասին է, որ մենք փոխադարձաբար ճանաչել ենք տարածքային ամբողջականությունը։ Եվ վերջում հակիրճ դուք ասացիք նաև այդ հատվածներում պետք է սահմանազատում իրականացվի անցակետեր դնելու համար, այսինքն այն հարցը, որ շատ էսպես շահարկվում, որ անխոչնդոտ անցում է իրականացվելու, ամեն դեպքում Հայաստանի սահմանապահը Մաքսավորը ստուգելու է այդ տարածքով անցնող ադրբեջանցու անձնագիրը եւ այլն։ Իսկապես անցումը լինելու է անխոչնդոտ եւ մաքսային ու սահմանային ստուգումը որևէ խոչընդոտ չէ։ Թե ինչ ձևաչափով կլինի այդ ստուգումը, որովհետև շատ ենք խոսել տարբեր մեթոդաբանությամբ եւ աշխարհում կիրառվող տարբեր մեթոդաբանության մասին։ Դա եւս այս փուլի քննարկումների առարկա է կամ շուտով կդառնա, բայց իրավազորությունս սկզբունքը իրավազորության դա է ենթադրում, որ պարտադիր պիտի լինեն այդ ստուգումները։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն էր։